Շնորհակալություն։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում մենք շատ հստակ ամրագրել ենք հետևյալ թեզը։ Տեղական ինքնակառավարումը դա տեղական նշանակության խնդիրները լուծելու սեփական պատասխանատվությամբ, խնդիրները լուծելու իրավասությունն է եւ կարողությունն է։ Սա ենք մենք արձանագրել։ Հիմա ես ուզում եմ Ես կանգնած եմ եղել 95 թվականին տեղական ինքնակառավարման գործող համակարգի ձևավորման ակունքներում եղել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ։ Բայց այդուհանդերձ անցել են տարիներ եւ մենք բավական ճիշտ է ասում պարոն Մարգարյանը, Ստեփան Մարգարյանը, մենք ունենք հնարավորություն այդ անալիզ անենք։ Կարող ենք ասել, որ մենք այսօր ունենք կայացած տեղական ինքնակառավարում, անշուշտ ոչ։ Եվ ըստիս երկու պատճառով։ Առաջինը մեզանում ավագանուն որպես ինստիտուտ չկայացավ, ցավոք սրտի, ավագանու անդամների շարժառիթը, մոտիվացիան, կայուն, հստակ, հանրային կյանքին միտված չձևավորվեց, երկրորդը, որ նույնպես շատ էական եմ համարում, տեղական ինքնակառավարման մասին օրենքի սկզբունքներում ամրագրած էր մի շատ կարևոր թեզ։ Տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված պարտադիր լիազորությունները ենթակային պարտադիր ֆինանսավորման։ Այդ կարևորագույն թեզը, որով պետք է երաշխավորվեր կամ որով պետք է հիմնավորվեր տեղական իշխանության կարողությունը, ունակությունը, սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնել եւ որոշումները կյանքի կոչել։ Լուծել հանրային նշանակության տեղական նշանակության խնդիրները այս թեզերը չեն կարող, այս ինստիտուտները չեն կայանում օբյեկտիվ պատճառով։ 300 մենք ունենք 914-915 համայնք, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, շուրջ 300-ը, մի քիչ ավել կարծեմ, դրանք 300 հոգուց ավել բնակչություն ունեցող, մինչև 300 բնակչություն ունեցող բնակավայրերն են։ Հիմա պատկերացրեք նույնիսկ իդեալական պետական քաղաքականության պայմաններում, նույնիսկ իդեալական։ Ենթադրենք մի պահ վերանանք, արտագաղթ չկար։ Այդ համայնքներում սեփական ենթակառուցվածքները, մանկապարտեզ, գրադարան, ճանապարհներ, համայնքային ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների համար բյուջե ձևավորվելու էր։ Անշուշտ ոչ, որտեղ այդ համայնքների ֆիսկալ պոտենցիալ այդպիսին է ցավոք սրտի, սրանց հողից գույքի առկայությունից, որոնք ձևավորում են համայնքի հիմնական բյուջեի հիմնական կարողությունները, վերջացած մնացածներով։ Ինչ է առաջարկվում այս ծրագրով։ Ըստ էության, ես նորից միանում եմ պարոն Ստեփանյանին, խնդիրը չի կարող լինել եւ հիմնական զեկուցողին, խնդիրը չի կարող լինել խոշորացնել թե ոչ։ Այս հարցը չի կարող քննարկվել։ Միջազգային պրակտիկան ցույց է տվել, խոշորացումը աներկբա է։ Միակ երկիրը եվրոպական, որ Նապոլեոնի ժամանակվանից չի խոշորացվել, Ֆրանսիան է։ Ոնց ուներ Նապոլեոնի ժամանակ 36730 կոմունա, այնպես է պահպանել, այդ երկիրը այդպիսին է։ Մնացած բոլոր պետություններում խոշորացում է տեղի ունեցել։ Գերմանիայի Հեսսեն երկրամասում 72 թվականին 21 դեկրետով, 1 հրամանագրով 24000 համայնքը դարձել 8000 համայնք։ 1 դեկրետով։ Ուրեմն հետաբար խնդիրը նրանում չէ խոշորացնել թե ոչ։ Խոշորացմամբ մենք ստեղծում ենք եւ համակարգային, եւ ֆիսկալ առումով լուրջ հնարավորություններ այդ բնակավայրերում տեղական նշանակության խնդիրները լուծելու առումով ձևավորում են քիչ թե շատ պոտենցիալ կարողություն 5 բյուջե առանձին վերցրած նրանք մեկ խնդիր լուծելու հնարավորություն չեն ունենա, բայց այդ 5 բյուջեները որ միավորենք հնարավորություն սեփական պատասխանատվությամբ խնդիրը լուծելու կարողությունները մեծանում են։ Սա է խոշորացման ամբողջ իմաստը, ոչ ավել, ոչ պակաս։ Արդյոք կառավարությունը ճիշտ է անում, որ զգուշորեն է ցուցաբերում, զգուշորեն է մոտենում խնդրին։ Նույնպես այո, անշուշտ այո։ Եվ այս պիլոտային ծրագրերը միանգամայն արդարացված են, որովհետև այստեղ ձախողել չի կարելի։ Իրավունք չունենք ձախողվելու։ Բազմաթիվ հարցեր կան, ես էլ եմ միանում այն հարցադրման, որ այստեղ հնչեց, փոքր բնակավայրերը իրենց կայուն զարգացման, վաղվա օրվա նկատմամբ իրենց հնարավորությունների նկատմամբ երաշխիքներ պետք է ունենան։ Մենք այսօր շատ կարևոր ենք համարում, պետք է կարող համարենք, որ փոքր բնակավայրի բնակիչները իրենք նույնպես երաշխավորված տեսնեն իրենց վաղվա օրվա, իրենց սոցիալական, առօրյա կոմունալ կենցաղային խնդիրներ լուծելու հնարավորությունները, այս տեսակետից որոշումներ կայացնելու գործում փոքր համայնքների բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը խիստ կարևոր է։
Եվ դա կարծում եմ ավագանու կանոնակարգի միջոցով մենք կկարողանանք ըստ էության ապագայում կարգավորել։ Ես շատ կարևոր եմ նաև պարոն Տերտերյան հետևյալ հարցադրումը։ Տեսեք, ժամանակին ձեր ղեկավարությամբ աշխատանքային խումբը այն ժամանակ փոխվարչապետը Արմեն Գևորգյանն էր, դուք համատեղ բավական երկար աշխատացիք եւ մշակեցիք մի կոնցեպտ, որի հիմքում դրված էր կոմունալ կենցաղային, ենթակառուցվածքային ընդհանրություններով համայնքների խոշորացումը։ Եվ եթե չեմ սխալվում, նույնիսկ փորձնական մի հատ այդպիսի պիլոտային բան թղթի վրա փորձեցիք անել Սյունիքում եւ Վայոց ձորում։ Սյունիքում չստացվեց։ Սյունիքում մենք ունենք 100-ից ավել 120 համայնք, ոնց անում ենք, ինչքան էլ այդ ծրագրով խոշորացնենք, 60-70-ից համայնք փոքր չէ ստացվում։ Բայց Վայոց ձորը, եթե չեմ սխալվում, 43 համայնքը դարձավ 8 համայնք։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում, եթե մենք գնում ենք խոշորացման, կարելի է օգտագործել տարբեր կոնցեպտներ։ Ելնելով տվյալ մարզում ստեղծված իրավիճակից, մի դեպքում կարելի է օգտագործել այս կոնցեպտը, որի մասին ես ասում եմ, Վայոց ձորը դարձավ 8 համայնք։ Մյուս դեպքում կարող են գնալ նախկին շրջանային համակարգերը, նախկին շրջանները, տրոհենք 3-4 մասի եւ դա դարձնենք։ Այսօր ցավոք սրտի մեզանում տեսեք, մարզային ընդհանրություն հետաքրքրությունների չձևավորվեց։ Ոչ ոք չի ասում, ես կոտայքցի եմ։ Ոչ ոք դες բան չի ասում։ Որտեղ ինքը իրեն չի տեսնում կոտայքցի։ Չկա կոտայքցի, կոտայք կամ արմավիր կամ բան, հասկանում եք, այդպես ընդհանուր սոցիալ-տնտեսական, էթնոմշակութային ընդհանրություններ չկան ցավոք սրտի։ Ես Աբովյանցի եմ, ես Շարենցյանցի եմ, ես Ախտեցի եմ եւ այլն։ Բայց տեսեք, նախկինում որտեղից ես աշտարակցի եմ, որտեղից կոնկրետ կարպցի։ Այս ընկալումը կար, եւ հիմա սա դեռևս պահպանվել է։ Ինչու չօգտագործենք այս հնարավորությունը։ Ես ընդհանրապես առաջարկում եմ տարբեր կոնցեպտները համատեղել, նպատակը եւ այստեղ էլ կարելի է 1-2 պիլոտային ծրագիր անել, ես ենթադրում եմ։ Եվ դա կարծում եմ, որ անկասկած իրեն պետք է որ իր արդյունավետությունը կապահովի։ Ես խորապես համոզված եմ, որ համայնքների խոշորացումը ալտերնատիվա չունի, այլընտրակ չունի։ Մենք եթե ինչքան շուտ խոշորացնենք, այնքան մենք շուտ հնարավորություններ կունենանք մեր համայնքներում տեղական նշանակության խնդիրները սեփական պատասխանատվությամբ եւ որակյալ որոշում կայացնելու կարողություններ ձևավորել։ Նույնիսկ բյուջետային ռեսուրսները, որ մենք հատկացնում ենք, սուբվենցիաների տեսքով կամ դոտացիաների տեսքով, այդ ռեսուրսները նույնպես առավել արդյունավետ կարող ենք օգտագործել։ 5 համայնք, 5 մանկապարտեզ, 5 դպրոց, 5 համայնք եթե միավորվում մեկ համայնք, կարող է յոլա գնանք 4 մանկապարտեզով, 2 մշակույթի տնով, չգիտեմ։ Ես օրինակ եմ ասում։ Հասկանում եք, բայց սա, որ բյուջետային ռեսուրսները, պետական բյուջետից հատկացվող ռեսուրսները կարող ենք ավելի նպատակային, ավելի հստակ օգտագործենք տեղական ժամանակակից որակյալ ապրուստի, ապրելու համար որակյալ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, արդիական ենթակառուցվածքներ ձևավորելու տեսանկյունից ես չեմ կասկածում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է պաշտպանենք եւ մի առաջարկ եւս պարոն Ստեփան Մարգարյան ձեզ։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովը անընդհատ պետք է երամսյակը մեկ չէ, գոնե կիսամյակը մեկ արդյունքներին անդրադառնա։ Ինչ ունենք տեղում, շատ կարևոր է ձեր վերահսկողական ֆունկցիաները։ Եթե դուք այս կոնտրոլը վերահսկողությունը պահեք, կարծում եմ դուք դրանով էապես կնպաստեք տարածքային կառավարման նախարարությանը այս պիլոտային ծրագրերի հաջողված իրականացումը ապահովելու համար։ Շնորհակալ եմ։